Այսօր ստորագրավակ է կազմակերպել եկեղեցու բակում Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության կամ ընդհանրապես քրեական բարույթի չեղարկման պայմանով։ Ինչ կարծիք ունեք ընդհանրապես այդ ստորագրավակի մասին, հնարավոր է որ դուք էլ որպես քաղաքացի միանաք։ Ճիշտ ասած տեղյակ չեմ ստորագրավակի մասին, բայց բնականաբար շատ նորմալ կարծիք ունեմ, որովհետև այն ժողովրդավարությունը դա է, քաղաքացիները եթե ցանկություն ունեն ստորագրահավաք անելու, իրանք ազատ են իրենց կամքը դրսևորելու, ստորագրություններ հավաքելու, այնպես որ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նաև գյումրեցիները տեսակետ ունեն, որ այս նման միջոցառումների ժամանակ, երբ որ իշխանության ներկայացուցիչներ են գալիս, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ որտեղ գնում է մասնակցելու, ոչ թե բուն քաղաքի ներկայացուցիչներ են մասնակցում այդ հանդիպումին, այլ նաև այլ տեղերից են բերվում։ Գյումրեցիների հետ այսօր փորձել են խոսել, նրանք ասել են, որ մեծ մասն ասել են, որ չեն գալու մասնակցելու։ Կարծում են, որ այլ տեղերից են քաղաքացիներ բերվելու եւ այս միջոցառման այլ տեղի քաղաքացիներ են մասնակցելու։ Ինչպես է արձագանքում գյումրեցիների հետ մեղադրությունը։ Գյումրին այն քաղաքն է, որ Գյումրիի մարդկանց չեն բերում, Գյումրի մարդիկ իրանց կամքով գալիս են ու մեծ սիրով են գալիս, որովհետև Հայաստանի աղ ու հացն է Գյումրի մարդկանց հոսքի համար, մարդկանց գալու համար ընդհանրապես կարիք չկա համոզել կամ հորդորել, որ կան, իրենք իրենց կամքով գալիս են, իսկ նման միջոցառումները բնականաբար մեծ հոսք է ապահովում Գյումրու զբոսաշրջային։ Այսօր Գյումրու բոլոր շրջարաններն են զբաղված, այսօր կենտրոնական հրապարակում, Վարդանանց հրապարակում մեծ համերգ ենք ունենալու ու չգիտեմ ինչ ենք զարմանում, որ Գյումրի նաև հյուրեր են գալիս։ Մենք ուրախանում ենք գյումրեցիներս, երբ որ Գյումրի զբոսաշրջիկներ են գալիս, թեկուզ ներքին, իսկ գյումրեցիները չմասնակցելու մասով վստահ եմ, որ գյումրեցիներն էլ շատ գյումրեցիներ մասնակցելու են համերգային ծրագրին, հիմա այստեղ են շատ գյումրեցիներ, բնականաբար նաև հյուրեր։ Այսինքն ռեսուրս չի կիրառվում վարչական։ Վարչական ռեսուրս բնականաբար չի կիրառվում, այդ ժամանակները վաղուց անցել են, վարչական ռեսուրս ինչի համար կիրառես։ Ինչի համար կիրառես վարչական ռեսուրսը, որպեսզի մարդիկ մասնակցեն ավտոերթին, որպեսզի մարդիկ գան Գյումրի մեծ սիրով են գալիս միշտ։ Ազգային ժողովում անգամ նման մեղադրանքներ հնչել են, որ ավտոերթին մասնակցելու համար պետական ապարատի աշխատակիցներին հորդորել են գալ մասնակցել։ Պետական ապարատի մասնակիցներին հորդորելու կարիք չկա։ Եթե մարզպետը մասնակցում է, բնականաբար մարզպետարանում կլինեն մի քանի գոնե մարզպետի համակիրներ, որոնք եւս կուզենան սեփական մեքենաներով ազատ օրը մասնակցել ավտոերթին։ Այդ ամեն ինչից դարձնել մի հատ մեծ աղմուկ, որ եթե մարզպետը մարզպետարանում էլ չունի համակիրներ գոնե 5 հոգի, որ իրենց մեքենայով կան, էլ ինչի է մարզպետը աշխատում։ Ես ցես վստահեցնում եմ, թե մարզպետարանում, թե Գյումրիում, թե Շիրակում շատ համակիրներ ունեմ, ինչպես մեր բոլոր մարզպետները եւ նախարարները։